Փառք ներդեհին, ձայնս կարող է մի քիչ խզված լինել, որի համար ներողություն եմ խնդրում։ Ես ուզում եմ հետադարձ հայացք նետել անցնող 5 տարիների ընթացքի վրա։ 2021 թվին, երբ որ ձևավորվեց Պուտինյան խորհրդարանը, արդեն իսկ պարզ էր, որ այս խորհրդարանը հաստատելու է օրենքներ, հնարավորություն է տալու կառավարությանը ընդունել որոշումներ, որոնք կազմակերպված հրահանգված ձևով գալու էին Կրեմլից։ Եվ սա նշանակում էր, որ Նիկոլի իշխանությունը ապազգային անխափան գործելու է, որովհետև չկա ընդդիմություն խորհրդարանում, բոլորը պուտինական են, Նիկոլը բացառապես կատարում է Պուտինի հանձնարարությունները, ուստի մանդատներ վայր դնող, որպեսզի խորհրդարանը լուծարվի եւ զուգահեռաբար վերանա կառավարությունը, նման երևույթի ականատես չենք լինելու։ Դա հենց առաջին օրվանից, երբ որ ձևավորվեց այս խորհրդարանը, այդ մասին մենք բարձրաձայնել ենք եւ այս 5 տարիների հեռվից, երբ որ նայում ենք, իսկապես խորհրդարանը գործեց անխափան, Նիկոլի կառավարությունը ապազգային հակահայ գործողությունները կատարեց անխափան, որոշումներ կայացրեց, ստորագրություններ կատարեց, ինչ որ արեց խորհրդարանի այսպես կոչված նախկինները, այսինքն իբր ընդդիմությունը ուղակի ծղրտաց, հայհոյեց կամ վիրավորեց կամ ջրի շիշ նետեցին իր վրա, իրար քացի տվեցին, բայց միևնույն է Պուտինի ցանկացած որոշում կամ հրաման կատարվեց եւ առաջ գնաց։ Երբ որ ասում ենք Պուտինի հրաման, հավատացեք, որ թուրքական աշխարհի Էրդողան եւ Ալիև եղբայրները Պուտինի վրա շատ լուրջ ազդեցություն ունեն արդեն այս վերջին տարիներին, որովհետեւ Պուտինի Եվրոպա տանող ճանապարհը դարձել է Ադրբեջանն ու Թուրքիան, շատ կարևոր են Ռուսաստանի համար այս պահին Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ թուրքերն ու ազերիները հակահայ ցանկացած գործոն կարող են մատուցել Պուտինին եւ ասել պարտադրի քո Նիկոլին։ Չնայած այս վերջերս արդեն ուղիղ հենց Ադրբեջանն ու Անկարան են ազդել Նիկոլի գործողությունների վրա, որովհետեւ նրանց բոլոր քաղաքական հայտարարությունները կամ հակահայ արտահայտությունները միսուարուն են ստանում օրեր անց Հայաստանում, այդ մասին խոսել ենք, անընդհատ չվերցնենք, չդնենք։ Եվ այսպես հետադարձ հայացքով տեսնում ենք, որ խորհրդարանում որքան էլ իբր հակամարտություն կար, միևնույն է խորհրդարանը գործեց, միևնույն է Նիկոլը կատարեց իրեն դրված առաջադրանքները։ Բացառապես չհասցրեց եկեղեցուն հիմնովին վնաս հասցնել, որովհետև անսպասելի ժողովուրդը կանգնեց եկեղեցու կողքին։ Եվ երբ որ գործող իշխանությունը փորձում է եկեղեցուն էլ ավելի լուրջ հարվածներ հասցնել, տեսեք, ասում է շողակատ հերոստալիկը փակել, այդ ծախսերը անիմաստ են, ասես այդ շողակատով ամեն գիշեր ցերեկ Գարեգին բն է ելույթ ունենում, կամ կաթողիկոսի խոսքը ամանորյան արգելվեց, որովհետև նրա վարկանիշը շատ ցածր է, լավ, նույն հաջողությամբ Նիկոլի վարկանիշն էլ է ցածր, նախագահինն էլ է ցածր, այսինքն նախագահ չկա էլ որ ունենա։ Ասենք ինչ եք առաջարկում, այսինքն այնպես է ստացվել, որ պետության գլխում կանգնած մարդիկ բոլորը վատ հեղինակություն ունեն։ Ինչ անենք, փակենք ամբողջ պետությունը, քանի որ վատ մարդիկ են կառավարում, թե հոգևոր, թե աշխարհիկ կառույցները։ Սա մեզ մեր աչքին գցելու պետության մասին մարդու գաղափարը, մտածելակերպը իջիկ դարձնելու process է։ Այս 5 տարիների ընթացքում խորհրդարանը որևիցե գործողություն չի կարող ասել, այսինքն խորհրդարանական ընդդիմությունը, որ իրեն հաջողվել է կասեցնել Նիկոլի այս հայացած որոշումը կամ գործողությունը։ Չի հաջողվել։ Եվ Պուտինը քաղաքական դաշտ է նետել իր երկրորդ արդեն ձևավորված կառույցին, մեր ձևով շարժմանը։ Այսինքն այնքան խայտաբղետ է դարձել քաղաքական դաշտը, որ հայ մարդը մոլորվի եւ ընտրություն կատարի վատի եւ ամենավատի միջև, որ ազգայինը չերևա, շատ փշրանք երևա եւ
ազգայինին տեսնելու համար պետք է սուր տեսողություն ունենաք, քաղաքական հոտառություն, որ այդ պուտինական աղբի մեջից կարողանաք այն պղտոր ջրի մեջ, որ հատակին նստած ադամանդը տեսնեք ու բարձրացնեք ջրի երես։ Շատ դժվարացել է։ Տարօրինակ է, չէ՞, ասենք հանրահայտ Տաշիր Սամվել Կարապետյանը ասում է, մեր ձևով մենք այս հարցը կլուծենք, այդ արդարության համար մարդուն կալանավորում են։ Բայց մեր ձևով շարժում է ձևավորվել, որը գրասենյակներ է բացում, որը այցելում է շեներ, գյուղեր, համայնքներ եւ իր ծրագրերն է ներկայացնում, իբր հականիկոլ, երկիրը շենացնող, բայց էլի Պուտինի տակ պահած։ Ու հանգարց դրանց որից է մեկը չի խանգարում։ Մեկ արտահայտության համար Սամվել Կարապետյանին կարողանում են նստեցնել, բայց Սամվել Կարապետյանին պատկանող այդ նույն արտահայտության անունը կրող մի ամբողջ թիմ կարողանում է Հայաստանում շրջել։ Ձեր համար տարօրինակ չէ։ Դա ինչպես եղավ։ Այդ նույն բառը տիրոջ բերանից հնչում է, դա հանցագործություն է, տիրոջ գործողությունները այդ նույն բառը դարձրել են գործողություններ իբր, դա հանցագործություն չէ։ Մարդիկ ազատ գրասենյակներ են բացում Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում ու գյուղերում։ Ես ուզում եմ, որ դուք հետադարձ հայացքով հասկանաք, ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Եվ այդ պուտինյան թմբիրի հիմա ռուս-թուրքական խստացող արդեն հավասարազոր ազդեցություն ունեն Իլհամը, Էրդողանը եւ Պուտինը արդեն Հայաստանի վրա։ Դուք պետք է սրա տակ կարողանաք նաեւ մեր ջանքերով տեսնել ազգայինը, տեսնել են ադամանդը, որը դեռ հատակին է նստած, որը պետք է բարձրացնել վերև։ Վերլուծեք, հասկացեք, մտովի հետ գնացեք 5 տարի, տեսեք ինչով են զբաղվել պետական այրեր կոչվածները, ինչի ենք հասել մենք։ Եվ պարզ կլինի, թե ինչ պետք է անեք դուք։ Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա, ազատություն Սասնաձորերին։